Հայաստանի Արաքելական Սուրբ Եկեղեցվո բարենորոգման խորհուրդը գումարեց իր առաջին նիստը, որուն ընթացքին քննարկված են եկեղեցվո բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, գազագերբչական քայլերը եւ հարաճիգա աշխատանքներու շրջանակը, հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։ Այս մասին ասված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմադետրի էջին։ Խորհուրդը կարևոր նկատած է գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, թափանցիկության եւ պատասխանատվության սկզբունքներով ընդգծելով հոգեվորականներու եւ աշխարհականներու համախմբման ուղղված քայլերու անհրաժեշտությունը։ Խորհուրդը ողջունած է Զվիցերիու հայոց թեմի առաջնորդական տեղաբահ Քուսան Զայրակույն վարդապետ Ալջանյանի որոշումը միանալու Հայաստանի Արաքելական Սուրբ Եկեղեցվո բարենորոգման հայտարարության եւ ճանապարհային քարտեզին։ Հարաճիգա բադեհարիտով Քուսան Զայրակույն վարդապետ Ալջանյանը պիտի մասնակցի խորհրդի նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ընդունեց Հայաստանի մեջ Ամերիկայի արտագաղթ եւ լիազոր տեսփան Քրիստինա Քվինը, որը ավարտեց Սիմոնակիդական առաքելությունը մեր երկրի մեջ։ Վարչապետը շնորհակալություն հայտնած է տեսփանին համագործակցության եւ Հայաստան-Ամերիկա հարաբերություններու հետեւողական զարգացման նպաստելու համար։ Վարչապետ Փաշինյան մասնավորապես ընդգծած է Տիգին Քվինի պաշտոնավարման ընթացքին երկու երկրներու միջև հարաբերությունները ռազմավարական մագարտակի բարձրացնելու փաստը։ Քրիստինա Քվին շնորհակալություն հայտնած է վարչապետին եւ Հայաստանի կառավարության համատեղ աշխատանքի եւ արդյունավետ փոխգործակցության համար։ Տեսփանը համոզմունք հայտնած է, որ հարաճիգային եւս Հայաստան-Ամերիկա գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։ Կողմերը միտքեր փոխանակած են նաեւ թրիփ նախագծի իրականացման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերու շուրջ։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան ծմերային զորագոչի մեկնարկին առիթով այցելած է Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանության նախարարությունը հայտնած է, որ նախարարը ծանոթացած է զորագոչային հանձնաժողովներու աշխատանքներուն, զրուցած է զորագոչիկներուն հետ, մաղթելով անոնց բարի եւ անվտանգ ծառայություն։ Սուրեն Բաբիկյանին զեկուցած են նախապատրաստական աշխատանքներու, զինագոչիկներու բժշկական հետազոտության եւ այլ միջոցառումներու կատարման վերաբերյալ։ Նախարարը հանձնարարականներ տված է զորագոչի աշխատանքներու ներգրավված ծառայություններու ղեկավարներուն։ Թիմադետրի էջին Պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան հիշեցուցած է, որ նախորդ տարեվերջին ազգային ժողովը ընդունեց օրենք, որ արդեն զորագոչված զինագոչիկները կծառայեն 18 ամիս։ Բաբիկյան շնորհավորած է զորագոչիկները, մաղթելով խաղաղություն եւ բարի ծառայություն։ Ինքշաբթի 8 հունվարին եւս Հալեբի բոլոր դպրոցներն ու համալսարանները փակ պիտի մնան, հայտնեց Հալեբի նահանգապետ Ասկամել Ղարիբ, նկատի ունենալով Հալեբի ապահովական վիճակը։ Հալեբի միջազգային օտագայանեն թռիչքները գրգին հետաձգված են մինչև ինքշաբթի 8 հունվարի գիշերվան ժամը 23։ Պաշտոնական Դամասկոսի կողմեն վերահսկվող ուժերը թանկերով շրջապակած են Հալեբի քրդական թաղամասերը։ Հայտարարությունը տարածած է Սուրյո ժողովրդավարական ուժերու գազམ-ավորումներու մամլոյցարայությունը։ Դամասկոսի կառավարական ուժերը թիմած են Շեյխ Մաքսուդ թաղամասի արգելափակմամբ։ Սուրյո պաշտոնական իշխանությունները բնտած են, որ հագարագործի մարտիկները կշարունակեն հարվածել քաղաքի բնակելի թաղամասերուն եւ մարդասիրական միջանցքներուն։ Սուրիական բանակի հրամանատարությունը 3 Երևանի ժամանակով 17-ին սկսյալ բարեդային ժամ հայտարարեց Հալեբի, Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիա քրդական թաղամասերու մեջ։ Հալեբի քրդապնակ շրջաններու ծայրամասերու մեջ 6 հունվարին ռազմական փախումներ տեղի ունեցան Սուրյո ժողովրդավարական ուժերու քրդական գազམ-ավորումներուն եւ սուրիական բանակի ստորաբաժանումներու միջև։ Կողմերը իրար մեղադրած են բնակելի թաղամասերը հրետակոծելու համար, որուն արդյունքով քաղաքացիական 4 անձ սպանված է, 26 վիրավոր կա։ Նույն օրը երեկոյան բանակցություններու միջոցով հրատադար հաստատված էր։ Համանման փախում տեղի ունեցավ նաև դեկտեմբեր 23-ին։ Սուրյո մեջ 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած իշխանապողութենեն հետո Հալեբի, Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիա թաղամասերը մնացած էին Սուրյո ժողովրդավարական ուժերու քրդական գազམ-ավորումներու վերահսկողության ներքո։ Իրանի արտաքին գործ նախարարությունը հայտարարություն տարածած է մեղադրելով Միացյալ Նահանգներն երկրի ներքին գործերու միջամտելու եւ հայտարարելով, որ իրանցիները թույլ չեն տար, որ Ամերիկայի խաբուսի քաղաքականությունը եւ թշնամական վարկագիծը խաթարեն Իրանի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը եւ արժանապատվությունը, գահիտնե իրանական իրնալրատվական գործակալությունը։ Մասնավորապես հայտարարության մեջ արտաքին գործ նախարարությունը խիստորեն դատապարտած է Ամերիկայի պաշտոնյաներուն կողմեն եղած հայտարարությունները Իրանի մեջ տեղի ունեցող ներքին զարգացումներուն վերաբերյալ, ադոնք որակելով որպես Ամերիկայի կառավարության կողմեն շարունակական թշնամանքի հստակ ցուցիչ,
պաշտոնական Տեհրանը հայտարարած է, որ ամերիկյան կողմեն հնչող հայտարարությունները չեն բխիր Իրանի ժողովրդի նկատմամբ իրական մտահոգութենեն, այլ գիրականացնեն Իրանի ներքին գործերում բռնություն եւ ահաբեկչություն հրահրելու երկրի մեջ անկարգություններ եւ անապահովություն ստեղծելու նպատակով։ Հայտարարության մեջ նաեւ ընդգծված է, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի Միացյալ Նահանգներու կողմեն Իրանի ժողովրդին դեմ գիրառված միագողմանի հարգադրանքին, տնտեսական պատժամիջոցներու անօրինական եւ անմարդկային բնույթին, նշելով, որ այդ պատժամիջոցները ուղղակիորեն կթիրախավորեն իրանցիներու մարդկային իրավունքները։ Իրանական լրատվամիջոցները հաղորդած են, որ երկրի հարավ-արևմուտքը ցուցարարներուն եւ ոստիկաններու միջև դեղի ունեցած փախումներուն հետևանքով իրավաբահ մարմիններու աշխատակիցներեն 2 անձ զոհված է եւս 30-ը վիրավոր, մասնավորապես կհայտնի Ֆարս գործակալությունը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ կարգադրած է 66 միջազգային գազམ་ագերբություններեն Ամերիկայի դուրս գալը գահիտնի Սպիտակ տունը։ Ըստ հրամանագիրի Ամերիկայի բոլոր դաշնային գործակալությունները պետք է դադրեցնեն մասնակցությունը եւ օժանդակությունը ՄԱԳ-ի 31 եւ ՄԱԳ-ի անդամ չհանդիսացող 35 կառույցներուն։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն G7 երկրներու արտաքին գործոստ նախարարներուն հետ խոսած է Վենեսուելայի շուրջ ստեղծված իրադրության մասին, գահիտնի Ամերիկայի պետական քարտուղարությունը։ Առաջնորդները քննարկած են Կարիբյան ավազանի մեջ Միացյալ Նահանգներու կողմեն թմրանյութերու դեմ պայքարի գործողությունները, Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը եւ Վենեսուելայի մեջ իշխանության բացշաճ եւ խելամիտ փոխանցումը ապահովելու անհրաժեշտությունը։ Անոնք նաեւ վերահաստատած են իրենց աջակցությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադրեցնելու ուղղությամբ ընդհանուր բանակցություններուն, ըսված է հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգները կգարձե, որ Գրինլենդը կարևոր նշանակություն ունի իր հագահրթիրային պաշտպանության ենթակառուցվածքներուն համար։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցին մեջ ասաց է Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance. Գրինլենդը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեր ազգային անվտանգության, այլև ամբողջ աշխարհի ազգային անվտանգության համար։ Հագահրթիրային պաշտպանության ամբողջ ենթակառուցվածքները մասամբ կախված են Գրինլենդեն, ասաց է Vance։ Ամերիկայի փոխնախագահային խոսքով Դանիմարկը չգրծավ բավարար չափով երաշխավորել գղզի ապահովությունը։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։